Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները դառնում են էլ ավելի լարված, էլ ավելի հետաքրքիր։ Հենդոն կարծեք թե փորձում է օգնել Աննային, ինչն էլ հիացմունքի է արժանացել հեռուստադիտողների կողմից։ Աննան հրամայում է Դայակին, որպեսզի դուրս անի երեխային։ Բնականաբար նա հույս չուներ, որ կարողանա իր երեխային իր հետ տանել, բայց Հենդոն գալիս է ու երեխային տալիս է Աննային։ Հենրին կրկին վազում է Անգելինայի հետևից։ Այսօրվա սերիան իսկապես հուզիչ էր, դերասանների խաղը ստացված։ Դիանա Գրիգորյանն իր տեսանյութերից մեկում խոսել է այս տեսարանների մասին, իսկ թե ինչ է պատմել նա և ինչ է սպասվում առաջիկայում, կարող եք իմանալ, եթե դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութը։ Մինչ կդիտեք տեսանյութը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, Անգելինան շատ շուտով իմանալու է ճշմարտությունը և ինչպես է վարվելու Հենրիի հետ, եթե իմանա, որ այսքան ժամանակ Հենրին գիտեր ու իրեն չի ասել։ Արդյոք Աննան կկարողանա ներել Հենրիին, որ այսքան ժամանակ իրենից թաքցրել է ողջ գաղտնիքը, իսկ Ֆաինան, ճիշտ է, Ֆաինան գնացել է երկրից, բայց միևնույն է, հեռուստասերիալի սցենարի մեջ Ֆաինան դեռ նրանց դուստրն է ու բնականաբար նա էլ պիտի պատասխան տա, որ գաղտնիքն իր հետ տարել է երկրից դուրս։ Բայց Դիանա Գրիգորյանն ունի իր բացատրությունը, որը տեղադրել է Ինստագրամի իր էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, իսկ մենք սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, մաղթում ենք ձեզ բարի դիտում ու սպասում ձեր մեկնաբանություններին։ Բարի ողջույն բոլորին։ Նորից պիտի ասեմ, որ հուսով եմ լավ եք, որովհետև մեր տատանվող իրականության մեջ լավ լինել այնքան էլ հեշտ չի ստացվում։ Ուզում եմ ասել, որ շատ հետաքրքիր սերիալներ են, շատ հետաքրքիր ու լավ կլինի, որ բաց չթողնեք ու դիտեք յուրաքանչյուր սերիալ։ Աշխատում ենք սիրով ձեզ համար և անում ենք ամեն ինչ, որ արդարացնենք ձեր հույսերը։ Սիրում ենք ձեզ, անգամ նրանց, ովքեր մշտապես վատ մեկնաբանություններ են մեզ գրում, մենք ձեզ էլ ենք սիրում, ինչու, որովհետև դուք շատ ավելի սրտացավ եք և ինտրիգներին, այսպես ասած, տեղ չտալով և ինտրիգներին, այսպես ասած, տեղ չտալով, բարբերաբար քարկոծում եք մեզ, բայց սերիալը, ինչպես և կյանքը լի է ինտրիգներով, իսկ կյանքը միապաղաղ կլիներ, եթե չլինեին այդ ինտրիգները։ Այնպես որ բոլորին լավ արևային ջերմ, բայց ոչ կրակոտ օր, և բայց չթողնեք և ոչ մի սերիալ։ Ողջույն բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Բավականին մեծ արձագանք է ստացել երեկվա սերիան, ինչու որովհետև շատ գեղեցիկ տեսարան ենք ունեցել մեր գլխավոր հերոսների մասնակցությամբ, շատ գեղեցիկ։ Նրանք, ովքեր դեռ չեն հասցրել դիտել, թող անպայման դիտեն, որովհետև ես օրինակ մի քանի անգամ նայել եմ այդ տեսարանը։ Բրավո մեր հերոսներին, շատ հուզիչ, շատ գեղեցիկ, շատ աշուն էր, բայց այդ աշունից սիրո հոտ էր գալիս։ Իսկ ինչ վերաբերում է սպասված հարսանիքին, ձայնը հարսանիքի արդեն գալիս է, հնչում է արդեն, ես լսել եմ արդեն, շուտով դուք էլ կլսեք, շատ շուտով, զինվենք համբերությամբ։ Այս ամբողջ ընթացքում ակտիվ չէի, որովհետև ուժ չունեի ակտիվ լինելու, տեղը տեղին հիվանդ էի ու քիչ փորձում եմ վերադառնալ, իհարկե այս ամբողջ ընթացքում ես աշխատել եմ, բայց Ինստագրամում ակտիվ չի, որովհետև հավես չունեի։ Ձեզ սիրուն օր եմ մաղթում,
Այսօր ամբողջ օրը նկարահանման եմ, փորձեմ ակտիվ լինել։